բոքոնիկը։ Պապիկ։ Մի օր պապիկն ասում է տատիկին. մի բոքոն թխիր։ Այլուր չունենք, պատասխանում է տատիկը։ Ամբարում փնտրիր, տաշտակից քերիր, համոզում է պապիկը։ Տատիկը գնում է ամբար, նայում է այս ու այն կողմ, վերջը տաշտակի տակից մի քիչ ալյուր է գտնում քերում։ Խմոր է լուծում, վարարանը վարում չի, իսկ ինքը վերադառնում է տուն մաքրելու։ Գնդիկ բոքոնիկը պատմում է պատուհանի ոգին, ձանձրանում է և ցատվում ներքև։ Գնում է, հանդիպում է նապաստակի։ Այ դու գնդիկ բոքոնիկ, հիմա ես քեզ կուտեմ, ասում է նապաստակը։ Որպես պատասխան, բոքոնիկը երգում է. Տաշտակից եմ ինձ քերել, վարարանում են թխել, պապիկից եմ ես փախել, տատիկից եմ ես փախել, քեզանից էլ նապաստակ կփախչեմ։ Գնում, հանդիպում է, ճիշտ է։ Եվ գլորվում, փախչում է։ Ճիշտ է, գնում է, հանդիպում է, գնում է, հանդիպում է, ճիշտ է։ Բոքոնիկը երգում է. տաշտակից են ինձ քերել, վարարանում են թխել, պապիկից եմ ես փախել, տատիկից եմ ես փախել, նապաստակից եմ փախել, գայլից արջից եմ փախել, քեզանից էլ աղվես կփախչեմ։ Ահ, ինչ լավ ես երգում, ասում է աղվեսը, ափսոս լուսողությունս կորցրել եմ։ Գնդիկ բոքոնիկ, խնդրում եմ, բարձրացիր դնչից ու երգիր։ Բոքոնիկն ուրախանում է, ցատվում է աղվեսի դնչին ու բերանը բացում, որ երգի, բայց հենց ուզում է երգել, աղվեսը դնչով վեր է նետում նրան, բացում է բերանն ու խուլ տալիս։ Եկեք սկսենք ամենասկզբից։ Ով էր թխել գնդիկ բոքոնիկը։ Շատ ճիշտ է։ Իսկ գնդիկ բոքոնիկը ինչ արեց։ Եվ փախավ տանից, իսկ կարելի է տանից փախչել։ Ճիշտ է, չի կարելի տանից փախչել։ Նա փախավ։ Ճիշտ է։ Եվ ոչ միայն կենդանի։ Անպայման էր, նոր տանից դուրս գալ։ Իսկ առաջինը ում հանդիպեց, գնդիկ բոքոնիկը առաջինը ում իսկ երկրորդում հանդիպեց, ճիշտ է, իսկ երրորդում հանդիպեց, իսկ ամենաշատը դուք ումից կվախենայիք այս կենդանի։ Իսկ ում հանդիպելիս կժպտայիք։